Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Հունվարի 19-ին դատարանը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ, տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Հոկտեմբերի 23-ին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանից Թովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու կինը Լուսինե Թադևոսյանը հրավիրվել են գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2 գլխավոր օպերլիազորներ, վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի 9 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Հունվարի 2-ին Արարատի մարզում ամուսինը սուր կտրող ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը, ապա նա դանակահարել է նաև կնոջը փրկող տաքսու վարորդին։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինս կալանավորվել է։ Հունվարի 15-ին Հալաբյան փողոցում հայտնաբերվել է 47-ամյա մի տղամարդ։ Նա 2024 թվականի հունվարի 8-ից համայնքային ոստիկանության կողմից հետախոսվում էր գողությամբ, հաստատղթեր, դրոշներ, կնիկներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով նրա անձնական խոզարկությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի ադամանդյա քարերով 10 պոլիէթիլենային տոպրակ եւ դանակ։ Հունվարի 15-ի առավոտյան Զառիթափ գյուղում ձերբակալվել է Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը, անցած տարվա սեպտեմբերից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի ծառայողները խոզարկության են ենթարկել տնային կալանքից հիմնարկ ընդունված կալանավորված անձին, անձնական իրերի մեջ առկա սպորտային կոշիկների, ներբանների միջից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մասնավորապես 14.52 գրամ դեղնականաչավուն բուսական զանգված եւ 7.39 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիս գյուղի 52-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում։ Ոստիկանները հյուրասենյակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կանեփա նման զանգված։ Հունվարի 9-ին Երևան Արմավիր ավտոճանապարհին Հոնդա մակնիշի ավտոմեքենան վրայարդի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Մերսեդես մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել, հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս բնակչի հողամասում։ Վթարի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հունվարի 19-ին Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Արմանի վարած Volkswagen եւ 31-ամյա Դավիթի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Mercedes-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս ձնակույտերի մեջ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 19-ին Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բախվել է ճանապարհին տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին ու կոտրել այն։ Ցուցանակը ընկել այդ պայն հետիոտնի անցման վայրով անցնող կնոջ վրա, ով ապա տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Երզնկա գյուղի 17-րդ փողոցի տներից մեկում, հրշեջփրկարները մեկուսացրել ապա մարել են կրակը, այրվել են տանտանիքի փայտե կառուցատարերը, տանիքին տեղադրված արևային պանելները, խոհանոցը եւ հյուրասենյակը գույքով, շքամուտքը եւ ննջասենյակը մասամբ։